Գիրք ծննդոց, գլուխ 34, Դինայի բռնաբարումը։ Եվ Լիայի Հակոբի համար ունեցած աղջիկը Դինան դուրս եկավ այն երկրի աղջիկներին տեսնելու, եւ երբ երկրի իշխան Խևացի Եմովրի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ եւ պղծեց նրան։ Եվ նրա հոգին Հակոբի Դինա աղջկան հարեց ու սիրեց այդ աղջկան, ու աղջկա հետ քաղցրությամբ խոսեց։ Եվ Սյուքեմը խոսեց իր հայր Եմովրի հետ, ասելով. այս աղջկան ինձ համար կնության առ։ Եվ Հակոբը լսեց, որ նա պղծել է իր աղջկան Դինային։ Արտիր որդիներն իր հոտերի հետ դաշտում էին, եւ Հակոբը լռություն պահեց մինչև նրանց գալը։ Եվ Սյուքեմի հայր Եմովրը գնաց Հակոբի մոտ նրա հետ խոսելու։ Եվ Հակոբի որդիները հենց որ լսեցին, եկան դաշտից, եւ տղամարդիկ խիստ վշտացան ու զայրացան, քանի որ նա նախատինք էր բերել Իսրայելի վրա, Հակոբի աղջկա հետ պառկելով։ Այդպիսի բան չպետք է լիներ։ Եվ Եմովրը խոսեց նրանց հետ եւ ասաց. Իմ Սյուքեմ որդու հոգին սիրահարվել է ձեր աղջկան, խնդրում եմ նրան կնության տվեք նրան, եւ մեզ հետ խնամիացեք, ձեր աղջիկներին մեզ տվեք եւ մեր աղջիկներին առեք ձեզ համար։ Եվ մեզ հետ բնակվեցեք, եւ այս երկիրը ձեր առջև կլինի, նրանում ապրեցեք ու առևտուր արեք, եւ նրանում կալվածքներ ձեռք բերեք։ Եվ Սյուքեմն ասաց աղջկա հորը եւ նրա եղբայրներին. թող ձեր առաջ շնորհ գտնեմ, եւ ինչ որ ինձ ասեք կտամ։ Ինձանից ինչքան մեծ օժիտ ու ընծաներ պահանջեք, եւ ես կտամ, ինչպես որ ասեք, միայն թե աղջկան տվեք ինձ կնության։ Եվ Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին ու նրա հայր Եմովրին, քանի որ իրենց Դինա քրոջը պղծել էր։ Եվ ասացին նրանց. մենք չենք կարող այս բանն անել, մեր քրոջը մի անթլպատ մարդու տալ, դա մեզ համար նախատինք կլինի։ Բայց միայն այն դեպքում կհամաձայնենք ձեզ հետ, եթե մեզ նման լինեք, ձեզանից ամեն մի արու թլպատելով։ Այն ժամանակ մեր աղջիկներին ձեզ կտանք եւ ձեր աղջիկներին մենք կառնենք եւ ձեզ հետ կբնակվենք ու մի ժողովուրդ կլինենք։ Իսկ եթե մեզ չլսեք ու չթլպատվեք, այն ժամանակ մենք մեր աղջկան կվերցնենք ու կգնանք։ Եվ նրանց խոսքը դուր եկավ Եմովրին եւ Եմովրի որդի Սյուքեմին։ Երիտասարդը չհապաղեց այս բանն անելու, որովհետեւ հավանել էր Հակոբի աղջկան, եւ նա իր հոր տան մեջ եղողներից ամենապատվավորն էր։ Եվ Եմովրը ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ եւ իրենց քաղաքի մարդկանց հետ խոսեցին ասելով. այս մարդիկ մեզ հետ խաղաղությամբ են վարվում, ուստի թող բնակվեն այս երկրում եւ նրանում առևտուր անեն, եւ ահա երկիրն ընդարձակ է նրանց առաջ, եկեք նրանց աղջիկներից մեզ համար կին առնենք եւ մեր աղջիկներին նրանց տանք։ Միայն այսպիսով են այդ մարդիկ համաձայնում մեզ հետ բնակվել մի ժողովուրդ լինելու համար, եթե մեզանից ամեն մի արու թլպատվի, ինչպես որ իրենք են թլպատվում։ Նրանց հոտերն ու նրանց ունեցվածքը եւ բոլոր անասունները միթե մերը չեն լինի, միայն թե մենք նրանց հետ համաձայնենք, որ մեզ հետ բնակվեն։ Եվ Եմովրին ու նրա որդի Սյուքեմին լսեցին բոլորը, որ նրա քաղաքի դարպասներից դուրս էին գալիս, եւ ամեն արու, որ նրա քաղաքից դուրս էր գալիս, թլպատվեց։ Եվ եղավ երրորդ օրը, երբ նրանք ցավի մեջ էին, Հակոբի երկու որդիները Շմավոնը եւ Ղևին, Դինայի եղբայրները ամեն մեկն իր սուրն առավ եւ համարձակ մտավ քաղաքը, եւ սպանեցին բոլոր արուներին, ու Եմովրին եւ նրա որդի Սյուքեմին էլ սրա խողող արեցին, եւ Սյուքեմի տնից վերցրին Դինային ու դուրս եկան։ Եվ Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա եւ կողոպտեցին քաղաքը, քանի որ իրենց քրոջը պղծել էին։ Նրանց հոտերը եւ նրանց նախիրները եւ նրանց էշերը եւ քաղաքում ու դաշտում ինչ որ կար վերցրեցին, եւ նրանց ամբողջ ունեցվածքը եւ նրանց բոլոր տղաներին ու կանանց գերի վերցրեցին եւ կողոպտեցին տան մեջ եղածը։ Եվ Հակոբն ասաց Շմավոնին եւ Ղևիին. ինձ այս երկրի բնակիչների քանանացիների եւ փերեզացիների մեջ ատելի դարձնելով ինձ փորձանքի մեջ գցեցիք, իսկ ես սակավաթիվ լինելով նրանք կհավաքվեն իմ դեմ, ինձ կհարված են, կկորչեմ ես եւ իմ տունը։ Եվ նրանք ասացին. հապա բոզի պես պետք է վարվեր մեր քրոջ հետ։